Եվ իրավական կողմին էլ չեմ անդրադառնա, որտեղ եւս վկայակոչվեց նաեւ եվրոպական դատարկ նախադեպային որոշումներ եւ այլն։ Պատվարժան դատարան, ճիշտն ասած, նախորդ դատական նիստին, երբ քննարկում էին մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը, եւ դատարանը բավականին մեղմ այսպես վերաբերվեց միջնորդություններին եւ որոշակի օբյեկտիվություն ցուցաբերելով նաեւ որոշումներ կայացրեց մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները փոփոխելով, մի մասին տնային կալանքով, մի մասին վարչական հսկողության, ճիշտ ասած ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոնց որ թե սառույցը տեղից շարժվում է եւ որոշակի դրական տեղաշարժ կա եւ համոզմունք էր մեջս ձևավորվել, որ դատարանը Լիդիա Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու ժամանակ եւս հաշվի կառնի այս հանգամանքներ, ինչ որ նախորդ քննարկումների ժամանակ նախորդ մեղադրյալների նկատմամբ եւ նրա նկատմամբ եւս կփոխի խափանման միջոցը, բայց ցավոք սրտի հուսախաբությունը չեմ կարող նկարագրել, թե ինչ աստիճանի ասավ պատվարժան դատարան։ Ձեր այդ որոշումով դուք այն համոզմունքը կամ այն այսպես ասած ցանկությունը, որ արդարադատությունը որոշակիորեն ոնց որ թե ուզում է արթնանալ, չարթնացրեցիք։ Եվ գոնե այս պարագայում, հիմա այս ներկայացված միջնորդության պայմաններում կարծում եմ, որ դուք կգտնվեք ձեր բարձունքում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիա Մանթաշյանը շատ պարկեշտ անձնավորություն է, շատ դրական բնութագրվող անձնավորություն է, շատ հայրենասեր անձնավորություն է եւ այո, պատվարժան դատարան հայրենասեր լինելու հանգամանքն է, որ նրան այսօր նստեցվել է մեղադրյալի աթոռին։ Ես չանցնեմ այդ քաղաքական դիսկուսներին, որտեղ բոլորս էլ գիտենք, թե այստեղ ինչ է թաքնված, բայց վստահ եմ, որ գոնե ձեր այսօրվա որոշումով այս միջնորդության քննարկման արդյունքում դուք էլի համոզմունք կամ չգիտեմ ցանկություն անունն էլ չգիտեմ ինչ ասեմ, կարտնացնեք, որ արդարադատությունը մահանում է, հիվանդանում է, բայց չի մահանում։ Գոնե այսօր փորձեք արդարադատությանը կենդանացնել։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, բանտը դա մենք բոլորս էլ գիտենք հանցագործների տեղն է եւ Լիդիա Մանթաշյանը հանցագործ չի, Լիդիա Մանթաշյանը հայրենասեր աղջիկ է, հայրենասեր հայուհի է, որը որ շատերը կցանկանային, որ Լիդիա Մանթաշյանի պես հայրենասեր լինեն։ Լիդիա Մանթաշյանը հայրենասեր է 1000 տղուց, դրսում գտնվող 1000 տղուց, ովքեր մտածում են իրենց փողի եւ փորի պաշտոնի համար։ Բայց ի տարբերություն նրանց Լիդիա Մանթաշյանը մտածում է իր հայրենիքի համար, մտածում է իր հայրենիքը կորցնելուց եւ պաշտպանում է իր հայրենիքը։